Խաղաղություն է ասում, բայց Ռուսաստանի հետ թշնամանք է հրահրում։ Հատուկ է անում ձեր կարծիքով, արդյոք Ռուսաստանի հետ թշնամանալն օգուտ է մեզ։ Պարզ չէ, որ վնաս կբերի։ Գիտեք ինչ կա, մի լավ խոսք կա ժողովրդական ասում է, ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր։ Հիմա ռուս ազգի դեմ ամբողջ աշխարհը կռիվ անան։ Այդ վրացու օրինակը, ուկրաինացու օրինակը, այս ազգին խրատ չեղավ, օղ չեղավ, ընկնի ականջները հասկանան, որ ոնց կարելի է ուժեղ, սովորական մարդը, որ սովորական շարքային քաղաքացի է, անկախ իրանից այդ նա գրագետի ուժեղի կողքը։ Բա դուք մի ուր եք ուզում եք, Եվրոպան ինչ է տվել այս ազգին, բացի լրբությունից, ուրիշ մի բան տվել է։ Այսօրվա իշխանությունը դժբախտաբար այնպիսի իրավիճակ է ստեղծել, որ դակավին թերևս ավելի ցերնդու է նաև Ադրբեջանի։ Մենք այսօր Ռուսաստանի հետ հարաբերությունը խզած եւ չենք խզած ենք։ Այդ զոմի որ գսեմ, որ ոչ վամպիր, որ ոչ մենած է, ոչ ողջ է։ Ռուսաստանի հետ ոչ զինագից ենք, ոչ զինագի չենք։ Հապկի հետ սարետուցած ենք մեր անդամակցությունը։ Այսինքն եթե վաղ Ադրբեջան հարցակի հապկի բիդեսը, որ դու սարետուցիլ մենք բարդավոր չենք։ Սակայն հապկից դուրս չի գալիս։ Եվրոպական միության կամ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ ինչ-որ դաշնակցային հարաբերություններ ստեղծել կամ մտերմիկ կամ տենց բարիդրացիական հարաբերություններ, ինչ-որ դիվանագիտական, դա նույն բանն է, որ կարետի բնան հետ խաղանես առանց պաշտպանվելու էլի։ Եթե կհասկանան բոլորին, որովհետև Եվրամիության հետ այսօր բարեկամ լինելը մի քիչ խելքին մոտիկ բան չի։ Այդ նույն Եվրոպայի շնորհիվ էր էլի, որ մենք կորցրեցինք Արևմտյան Հայաստան։ Այդ նույն Եվրոպայի շնորհիվ որ այսօր ունենք Արցախ։ Եվ ոնց կարելի է այսօր հավատալ Եվրոպացուն։ Ռուսաստանի հետ հարաբերությունների վատ տարածումը։ Միայն կբերի աղետալի վիճակ, աղետալի վիճակի կբերի այս երկրին, որովհետև էլ եմ ասում, բոլոր տեսակի պտուղ բանջարեղեն այլ կուլտուրաներ արտահանվում են եւ մեծ սպառող շուկան մեր Ռուսաստանն է։ Քերոստացիացիով լսում ես առաջին մակարդակով ասում ավելի լավ է Թուրքի շունդելնես քան թե Ռուսի սապոկ։ Մեր հիմնական կարևոր շուկան, որ սպառող է հենց Ռուսաստանի դաշտությունն է, ասենք ում հետ ենք ուզում հարաբերությունները վատացնենք։ Լրիվ ամեն կողմից ամեն ինչով 80% մեր հայերը Ռուսաստանում են, մեկ իմ աղջիկս։ Եթե ստեղ մնաց սովամահին լինում, դեռ էլի աշխատում են, գոյատևում են։ Լրիվ կզրոացնի։ Ինչի անում, ինչ է կարծում։ Այ Եվրոպային կուզում գնան։ Էտով կընդունի Եվրոպան։ Եվրոպան շիվարա իր ազգին ինչ անի, ոնց անի մնացե հայերին դեր կայնի։ Շատ խիստ հետևանքների, որովհետև անմիտ տահած քաղաքականություն վարելով, գիտեք ինչ, Աբովյանը մեզանից խելացի, ավելի խելացի մարդ էր, մենք ընդունենք դա, այսօր մասից սարա հանելով, զինանշանի վրայից կամ չգիտեմ, բեղծելով, կեղծելով և այլն պատմությունը, հայոց պատմությունը, եթե մենք փորձում է այսօր ղեկավարը պղծել ասում է Հայաստանի պատմություն, իսկ ով չունեցավ անցյալ, չի կարող ունենալ ապագա։ Անցյալից սխալներից պիտի դասեր քաղել, որպեսզի ճիշտ կանխատեսեն ապագան։ Հակառակ դեպքում չի լինի։ Շատ վատենան է, որտեղ մենք ամբողջությամբ թելերով կապված ենք Ռուսաստանի հետ, եթե Ռուսաստանը մեր հարաբերությունները վատանան, այնպես ես ռուսամետ եմ, բայց եթե վատացան, մեր ամբողջ տնտեսությունը կփլուզվի ուղղակի։ Ոչ մի խաղաղություն էլ չկա։ Արևմուտքի Ամերիկայի ծրագիրն է, Ռուսաստանին այս տարածաշրջանից հանեն, անունը դնելով Եվրոպա, մեզի տանում է Թուրքի տակ, Թուրքի պատասխանը, Թուրքի լծի տակ է պարկսնում, ոչ մի մենք Եվրոպային երբեք պետք չենք։ Եվրոպային մենակ պետք ենք, որ այսպես տրանսգենդերներին բերի լծի Երևան, այլանդակություն, երբևիցե այնա, տեսեք օրինակը Ուկրաինան, օրինակը Վրաստանը, Եփեր Եվրոպային պետք Ուկրաինան, ոչ մի հատ էլ պետք չէ։ Երբ որ Ռուսաստանի հետ մենք հարաբերությունները կփչացնենք, այս երկիրը գոյություն չի ունենալու։ Մենակ ես ասել եմ հարաբերությունները լավացնելով։ Ամեն ինչը պետք է հարաբերությունները լավացնել Ռուսաստանի հետ։ Ոչ թե գալ կեղտոտ խաղերի մեջ մտցնել անունը դնել Եվրոպա, մենք Եվրոպա երբեք չենք գնալու։ Մենք գնալու ենք ավելի շուտ Թուրքիա, չեմ Եվրոպա։ Ամենավնասակարն, այսօր մեզ Ռուսաստանում 3 միլիոն հայ ունենք։ Եթե թշնամանալ այդ 3 միլիոն հայ վիճակը вообще ված։ Հարևանի հետ թշնամանալը օգուտ է, որևէ մեկին օգուտ է։ Թող թուրքերի հետ բարեկամանա, տեսնենք ոնց է բարեկամանում, հետո նոր ռուսի հետ թշնամանա։ Ու այն ժամանակ արդեն ինչ որտեղ մարդիկ կհարմարվեն։ Թուրքի հետ, Ադրբեջանցու հետ թող բարեկամանա։ Նրանք խաբում են, ինչ ասում են, ինքը ենթակա լելով դրանց ասածները լրիվ կատարում է, իսկ ռուսի հետ թշնամանքա բերեմ, հետո ճանապարհ փակում, ու դա քաղաքական շատ
վերլուծության հարցը, որ ես բայց իմ կարծիքով շատ վատ է որ հարևանիդ հետ ընկերագրող հարևանի հետ տենց ասեմ որ ճշնամանում ես այդ լավ չի Դե ես էսենց եմ մտածում իրեն ղեկավարում են արևմուտքից ինքը Ռուսաստանի հետ ճշնամանում է ինքը Ռուսաստանի հետ ճշնամանալով ինքը ոչ մի բան չի կորցնում է հայ ժողովուրդը մենք գնում ենք փոսի մեջ անվերադարձ եթե Աստված ոչանա վերընտրվի Լրիվ տանգված է Հայաստանի պատակատակի Ռուսաստանի հետ ճշնամանում ես ինչով ես ապրելու Եթե Ռուսաստանը այսօր գազը թանկացնելու է Եվրոպայի գները Եթե Ռուսաստանը քո ճանապարհը փակելու է քո Հայաստանի մեքենաները չեն եթալու կան լասով Եթե Ռուսաստանը քո պոեզը փակելու օդը փակելու ինչով ես դու ապրելու Եվրոպան տալու է քեզ քո սալարկետ քո բենզինը քո հազամաթերքը Եվրոպան տալու է չէ ինչով ես ապրելու Ռուսաստանը եթե լավ բարեկամ չի լավ ճշնամի կլինի Այս բանը էլ մենք ինչ-որ ձևով Ռուսաստանի հետ կապված ենք Եթե չեղավ Ռուսաստանը շատ կտրվենք Աստված չանի Ռուսաստանը հանգարտ ճշնամի եղավ մեզ կորտանվենք Ռուսաստանի հետ ճշնամանալ պետք չի Ինչ Դու որտեղ մեր դաշնակիցն ինքն է բոլոր դեպքերում